Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է մեկ օր ճանաչված մարդկանց հետ հաղորդաշարը։ Մենք շարունակում ենք ծանոթացնել ձեզ մեր մեծերի եւ վարպետների հետ։ Եվ այսօրվա հաղորդումը նվիրված կլինի թատրոնի եւ կինոյի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին։ Հողագործ Արտաշեսի 7 զավակների առաջնեկն էր Սոս Սարգսյանը, ով անսահման երևակայություն ուներ։ Ձմեռը սահնակ էր սարքում, շներ լցում, աղավնիներ խնամում, հնագույն երգեր կատարում։ Մեծ հայրենականի վերքերից ստապվող Ստեփանավանում ինքնատիպ մշակութային կենտրոն էր Պուշկինի անվան ռուսական դպրոցը, որի թատերական ինքնագործ խմբակի գրական երաժշտական միջոցառումների գլխավոր դերակատարը շուտով դարձավ։ Մորի ընթերցասեր, փայլուն հիշողությամբ ու կարդացածը վերարտադրելու, ծանոթ անծանոթին ծաղրանմանակելու ունակությամբ օժտված պատանին։ Ավելին, Ալիգերիի հեքիաթ ճշմարտության մասին դրամայում պարտիզանական ջոկատի ղեկավարի գլխավոր դերի հաջողությունից թևեր առած ու բեմի կախարդանքից արբած դադարեց դպրոց հաճախել։ Շրջանային թատրոնի գլխավոր բեմադրիչ Հովհաննես Կարապետյանը նոր սերնդի բացահայտմամբ մշտազբաղ աչքաթող չէր անում Սոս Սարգսյանին։ Թատրոնը քաղաքացիների համար օդ ու ջուր էր։ Արվեստ անել ցրտի բակասության մթության մեջ շապազանց է դժվար։ Մենք բոլորս մի բան ենք հասկացել մեր կոլեկտիվը։ Մենք դերասանություն չենք անում։ Մենք զինվոր ենք։ Մեր զինվորությունը պետք է անենք մինչև վերջ։ Գիտես Սերգո, ես ամեն երազ տեսնելուց հետո Ֆրեյդին եմ հիշում։ Ասում եմ, թե ես ինչ ավազակ մարդ է եղել։ Ես ինչ era բացատրում է, երազը բացատրում է։ Երազը կբացատրվի, այնպիսի տարօրինակ երազներ ես տեսնում, այնպիսի տարօրինակ մարդկանց հանկարծ, որ չես հասկանում, ինչու, ոնց, դա երազ կմնա գաղտնիք, այդպես ոչ ոք չի կարող հասկանալ, թե դա ինչ է, ինչից է։ Իսկ մանկության երազներ տեսնում եք, ասենք են։ Շատ, մորս եմ տեսնում, շատ հաճախ մորս։ Սոս Սարգսյանի որպես փոքր երեխա տեսնում եք։ Հա, իհարկե։ Երբեմն եմ հորս տեսնում, շատ ուրախանում եմ, մանավանդ եթե հորս տեսնում եմ, ինչ-որ լավ բան իմ կյանքում կատարվում է, հետաքրքիր բան է, շատ է։ Իդեպ հավատում եք, ասենք, որ ենթադրենք երազին գալիս են այս կամ այն մարդիկ ուրեմն այսօր հաջողություն է լինելու հաջորդ փաստ եմ ասում։ Այսինքն հայրը ձեր հաջողության ես մի լավ բան լինում է ինձ համար։ Իդեպ ձեր set հարցազրույցներում նաև կանչ գրքում, որ ես հետևում եմ այսպես առանցքի պես ամբողջության մեջ, տեսնում եմ, որ առանձնահատուկ պաշտամունք կա հոր նկատմամբ, ձեր հոր նկատմամբ։ Ինչից է գալիս այդ պաշտամունքը։ Գիտեք, շատ հետաքրքիր մարդ էր ինքը։ Պաշտամունքը կա, մինչև անգամ ես մի անգամ ասել եմ, կարծում եմ ասել եմ, որ իմ բոլոր դերերը ես խաղում եմ հորը շնորհիվ։ Նույնիսկ դերեր, որ իրեն հետ կապ չունեն, երբ որ նեղն եմ ընկած լինում, այսինքն հիմա չեմ խաղում, բայց անցյալը։ Հիշում եմ հորս պահվածքը, հորս ես Լենինգրադում նկարահանում էի այդ առանց ընտանիքի ֆիլմում Բորտկով, Վլադիմիր Բորտկով, հիմա շատ է նկարում Տարաս Բուլբարբան, Իդիոտ, Ապուշը, Դոստոևսկու նկարեց, դա անդավոր թող է, այդ միասին էինք աշխատում, ես շատ էինք զրուցում իրեն հետ, նա նույնը հասկացավ հետո, որ ինչ-որ մի տեսարան ենք ուզում նկարել, ասում էր, ну как бы поступил твой отец, вот так։ Հատկապես մի տեղ կար, երբ որ բանդից դուրս է գալիս այդ մարդը և երեխային կիրագրում է, ну ասում է, что делать, ну что, как бы твой отец поступил։ Я говорю, Володя, он бы так смотрел бы долго, как его сын кушает։ О, это прекрасно։ Հայը շատ է օգներից, շատ հետաքրքիր մարդ էր։ Անթերի չէր իհարկե, հիմա քանի
մեծանում եմ, այնքան ուզում եմ հետը կռիվներ անել։ Այսինքն մտովի հիմա շարունակում եք բանավիճել, խոսել։ Անընդհատ եմ հետը, անընդհատ, պետք է ասեմ, որ անընդհատ, որովհետև ինչ որ իմ մեջ կա, իրենից է, լավն էլ, վատի համար առաջ չէի կռվում, առաջ ավելի սուրբ էր ինձ համար, ավելի անթերի է, բայց հիմա ասում եմ, չէ, ինչու ես թերությունը ուներ, օրինակ շատ անխիղճ էր, ինքն իր նկատմամբ էր, բոլորի նկատմամբ, եթե ես գործը պետք է արվեր, ուզում է ցուրտ, ուզում է անձրև, ինչ ուզում է լինի, գնա պետք է անես, այդ գործը։ Պատժել գիտեր։ Հա, գիտեք պատժել։ Մի քոտակ։ Չէ, երբեք, ոչ մի անգամ։ Պատժելը նրա խռովելն էր, չէր խոսում հետդ, երկու օր չէր խոսում, արդեն խելագարվում էր, իրացներ, այնքան արհամարհական էր նրա չխոսելը, այդպես։ Իսկ մոր պաշտամունքը, փորձեմ իհարկե չհակադրել մեկը մյուսին, ասենք ինչից է եղել, որ ասենք ձեզ մոտ ավելի շատ եղել է հոր պաշտամունք, չփորձեմ դարձել հակադրել եւ ասել, քան մոր պաշտամունք։ Հայրս, գիտեք ինչ էր, մենք Ստեփանավանում երեխաներս ես անդադ էտ եմ հիշում, իմ մայրը, հարևանուհին, եթե միջարություն էինք անում, մի խոսք ունեին, ասում էին, հերետ կգատուն կասեմ, մեզ համար դա մի սոցիալի պատիժ էր, այսինքն մայրերը մեր հորը կուրք էին սարքել, մեզ համար գոնե, իրենք էլ էին քաշվում անշուշտ, բայց այդպես մանկությունից էդ կար, հայրդ գալիս էր, իհարկե չէին հայտնում մայրերը, այդ մեր չարությունների մասին, բայց դու լարվում էիր, հանկարծ չասի, այդպես տարիքի հետ, այդպես մնաց հայրս այդ բարձրության վրա, հայրը սուրբ ման է, սուրբ, չպես ենք ասում, չէ, հայր մեր, վերև եք նայում, ասում, այդպես էլ, այստեղ էլ ինքն է այդ հայր մերը, չէ, պետք է, Սոզ Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ Բեմական առաջին քայլերը կատարել է Ստեփանավանի պետական թատրոնում։ 1948 թվականին տեղափոխվել է Երևան եւ աշխատել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան։ 1954 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-ից 1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ Ինչինանում տո արջեջումը թաթխումին ու հանումին կոսիս կախեթա չուչխելա ալին շինում վահ Են է ինչ-որ ինձ ձևավորել է, մեր ասենք ծորերը, գյոլ էին կապում ամենամար և հրաշալի ժամեր էին կանցում։ Լակոտի մեջ էլ հրաշալի նկարագրություն։ Այդպես գյոլերն են։ Անտառները, ես շատ էի սիրում անտառ գնալ, շատ, մինչև հիմա էլ ես անտառը գերադասում եմ, օրինակ ծովից, անտառը, շատ խորհրդավոր բաներ ունի իր մեջ։ Այդ ամեն ինչը իմ ապրած միջավայրն է ինձ ձևակերպել, ձևավորել, այսպեսին դարձրել։ Ինչ է ձեզ համար լորեցի լինելը։ Լորեցի լինելը, առաջին հերթին ես հիշում եմ, որ դա նշանակում է, որ ես Թումանյանի ծննդավայրից եմ։ Թումանյանի Հրանտի, մեծ գրով է, Հրանտ Մաթևոսյան։ Հիշում եմ, մեծ մարդիկ շատ ունի լորի, ես հիշում եմ, բայց առաջին հերթին Թումանյանին ասում եմ, ես եմ լորեցի, ինքներ է լորեցի։ Ինչպես եք ընդունում, երբ որ ձեզ իհարկե ոչ, որ կարող են ասել շաշ լորեցի, կամ չգիտեմ, միամիտ լորեցի։ Նորմալ, այդպես է, միամտություն շատ կա իսկապես լորեցիների մեջ։
Շատ կա, մեղմություն շատ կա, շատ սիրելի բաներ են ինձ համար։ Ով է մեղավոր, բնությունը։ Երևի, այդպես բնությունն է, մեղմությունը է տալիս, թե տեսակ ժողովուրդ են, չգիտեմ, մի տարիներ, շատ տարիներ առաջ Լենինականից մի Ստեփանավանում էլ կային զինվորականներ, այդտեղ էլ չէ, կային գնդեր, որոնք ապրում էին։ Մի սպայի հետ ծանոթացանք, որը տեղափոխվել էր Լենինականից Ստեփանավան։ Զրուցում ենք մի անգամ, ասեց, это другие разные народы. Они очень горячие, очень невоздержанные, дрочливые. Что за народ тут? Спокойный, тихий, ласковый. Կադրամ այդ ճշմարտություն։ Գնում եք երբեմն։ Հա, գնում եմ տարին գոնե մի անգամ, եթե ոչ 3-4, եթե առողջությունս ներում է, գնում եմ։ Հիմա ես միշտ անհամբեր սպասում եմ, որ գարունը գա, ես դեպետի կիրճով այդ ծաղկում կծարերի, այդ ծաղկած ժամանակ տեսնեմ, հոգիս պարավորում է։ Աշխանը երբ որ տերևները սկսում են գունաթափվել, ինչ հեքիաթային գեղեցկություն է այդ մեր դեպետի կիրճը, այդ անտառները, ինչ գույներ են ստանում, չեմ կշտանում, ոչ հոտից, ոչ աչքս է կշտանում, մարդու աչքն էլ ստամոքսի պես բան է, գինեք, միշտ կարիք ունի գեղեցիկ բան տեսնելու, գեղեցիկ բան, կարոտը, մի գեղեցիկ բան, ես այդ կարոտը ինչ-որ ձևով հագեցնում եմ։ Տիգրան Շամիրխանյանն ու Հրաչյա Ղափլանյանը 17-ամյա Սոս Սարգսյանին հրավիրեցին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։ Մեծ եռանդով, հույսերով, անսպար լավատեսությամբ հաղթահարեց ստեղծագործական ինքնահաստատման և կենցաղային բազում դժվարությունները։ Մոտ 2 տարի աշխատելուց հետո 1950-ին ընդունվեց Գեղարվեստաթատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի արվեստանոց։ Ավարտեց ընդամենը 2 տարում, բայց հասցրեց կերպավորման ինքնատիպությամբ աչքի ընկնել բուհական 5 դերակատարումներով։ Հրույսուն չէ, 1000 ասկյալ գա մեր վրա, չթոնինք սեպասար։ Հայրենիքը պետք է զենքով պաշտպանել, ուրիշ ճանապարհ չունենք։ Եվ կարծեմ հաջողեց ինձ իմ ասելիքը հասցնել ժողովրդին, մանավանդ երիտասարդությանը։ Մտավորականություն միշտ ասում եմ, մի քիչ ամաչում եմ կրկնել, չկա, հայերը չունեն Հայաստանում մտավորականություն, չկա, եղածները հեչ բան են։ Ասեք եղածները գնացին, տակնել բան չմնաց։ Հա, տակնել բան չէ, աշխարհայացք չունեն, հիմք սկզբունքներ չունեն, այս բոլորը չէր լինի, եթե մտավորականություն լիներ, եթե էլիտա լիներ, էլիտա առանց էլիտայի չի լինում, ինչպես մտավորական էլիտա, ինչպես իշխանական։ Ոնց է դրա միջավայրը չկա, ասենք պարարթողը չկա, որ ստեղծվի։ Չկա, բայց այսպես ապրել չի կարելի, դա ես հաստատ գիտեմ, այսպես ապրել չի կարելի, ժողովուրդը մեղք է, չի կարելի։ Բայց նաև ես չեմ կարող մեղադրել, որ գնաց, բայց ասում եմ չեմ կարող, ներքնապես մեղադրում եմ հատկապես մտավորականներին,
Գիտեք, ես շատերին գիտեմ, Սերգո ջան, Ամերիկայում, Փարիզում, Ռուսաստանում, միտեղ նույնիսկ ես խոսքը գրել եմ, հայ մարդը, որ գնում է Հայաստանից, հիմնական խնդիրը իր հետքը կորցնելն է, իր արմատը կորցնելն է։ Նպատակը թե այդպես է ստացվում։ Նպատակ ունի, էլի, որ այդ հայ լինելը դժվար գործ է։ Հայ լինելը շատ դժվար գործ է։ Կերպավորման զինանոցը թատրոնում հարստացնելուն զուգահեռ վստահաբար հաստատվել է կինոմատոգրաֆիայում։ Բնածին արտիստին համաժողովրդական սեր ու աներևակայելի լայն ճանաչում են բերել նվագախմբի տղաները Տերն ու ծառան, Եռանկյունի, Հեղնար աղբյուր, Խաթաբալա, Մենք ենք մեր սարերը, Ժայռը, Ձորի Միրո, Նահապետ ֆիլմերը։ 1972 թվականին էկրան բարձրացավ Անդրեյ Տարկովսկու հանրահայտ Սոլարիս ֆիլմը, որտեղ Սարգսյանը կատարում էր Գիբարյանի դերը։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, Հայաստանում եւ ԽՍՀՄ մյուս երկրներում։ Сейчас ты уже на станции и знаешь, что со мной случилось. Если нет, то Снаут или Сарториус тебе расскажут. Что со мной произошло, это не важно. Вернее, Крис, этого не расскажешь. Я боюсь, что то, что произошло со мной, это только начало. Ես երկիրը օպտի կառուցի։ Ես մեր անկախության տարիներին մեր մտավորականության 90%-ը թողեց գնաց, երկիրը թողեց։ Բայց եթե մտավորականը տեր չի կանգնում ժողովրդին, ով է նրա տերը։ Չինովնիկները, չէ, հիմա տեսնում եք, չէ ինչ է կատարվում, որտեղ գնացին, մի մասն էլ մահացավ, բարոյականությունը իրենց հետ տարան, ազնվությունը, գիտելիքները տարան, պահվածքը, փոխհարաբերությունները, կիրթ, այդ տակտը, պարկեշտությունը տարան եւ երկիրը աղքատացավ։ 1989-ին հիմնված Սոզ Սարգսյան հիմնադրամը 30,000-ից ավելի փախստական հայ ընտանիքների համար ապաստան գտավ Լեռնային Ղարաբաղում։ Հաջորդիվ ստեղծված Հայ ազգային միություն, տեսակետ, ապա դաշինք պարբերականների հիմնադիր գլխավոր խմբագիրն անզիջում պայքար ծավալեց հանուն պատմական արդարության հաղթանակի։ ԽՍՀՄ ժողովրդական падգամավորների առաջին համագումարի օրերին Վիկտոր Ամբարձումյանի, Զորի Բալայանի, հայ եւ ռուս մի շարք անվանի մտավորականների հետ Մոսկվայում հացադուլ սկսեց՝ ի պաշտպանություն Արցախյան շարժման։ 20-օրյա քաղաքական հզոր արդյունավետ ակցիա, որը դադարեցվեց միայն Վազգեն Վեհապարի միջամտությամբ այն ժամանակ, երբ հացադուլավորների կյանքին լուրջ վտանգ սպառնաց։ Ձեզ խոսում է Վազգեն Գատողիկոսը։ Այստեղ հավաքված ենք Զորի սենյակում, բոլոր հացադուլանողները եւ ուրիշ ընկերներ այստեղ շատ եւ հանդիսավոր բահ է, երբ նրանք հացադուլը վերջացնում են եւ սկսում են իրենց կյանքի նոր ճանապարհը շարունակելու իրենց սրբազան գործը։ Այս հանդիսավոր բահը պատմական է եւ իրենց համար եւ մեզ համար եւ մեր ողջ ազգի համար եւ կարծում եմ մանավանդ ամբողջ Արցախի հայության համար։ Ազատագրական բանակը գախնի, որ սկսեց ուրեմն իր գործողությունները թուրք դեսպանների, բաների, գործիչների դեմ, մի խնդիր ուներ աշխարհին հիշեցնել Եղեռնի մասին։ Հացադուլը այդ շարքից մի ակցիա էր, որ աշխարհը իմանա, որովհետև Մոսկվայում էինք, ոչ թե Երևանում, աշխարհի կենտրոններից մեկում եւ լրագրերը, հերոսատեսությունը ամեն ինչ խառնվեց իրար, մանավանդ որ
սովետական միությունում դա առաջի դեպքն էր, հացադուլի մենք համարձակվեցինք այդ քայլին գնալ եւ պետք է ասեմ մենք հասանք մեր նպատակին Ավստրալիայից Հարավային Ամերիկայից հեռախոսազանգեր, հարցաքննություն, հարցազրույց եւ այլն, այսինքն Ղարաբաղը, Հայաստանը դարձավ խոսակցության դա մեր խնդիրն էր։ Իհարկե նաեւ Զորի բանը խնդիր ուներ, որ մեկն ու մեկս մերն ենք, որտեսի աղմուկահարի մեծ լինի, եւ դա ես էի թեկնածուն, որովհետեւ ես ծխում էի։ Բոնները զանգեց, ասեց մի ծխի, գոնե մի ծխի, ասեց, որովհետեւ կարող ամենես եւ գլուխը ջարդես։ Ես շատ վատացա, Զորիկը ուրախացավ, որովհետեւ ասեց, ինչ լավ է, մտքում մտածեց, ես կմեռնի եւ աշխարհով եք կանենք, որ Սոսյալիստան մահացավ։ Բայց եկավ կաթողիկոսը մեզ խնդրեց, դուրս գանք, դուրս եկանք։ Այդպիսի այդ նպատակն էր դա եւ իր դերը խաղաց, կեպկեց Զորիկը։ 1997-ից 2006 թվականներին Սոս Սարգսյանը եղել է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, 2006 թվականից ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը, ինչպես նաեւ 1991 թվականին հիմնադրել է Համազգային թատրոնը։ ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը հոկտեմբերի 24-ին իր ծննդավայր Ստեփանավանում իր անունը կրող փողոցի վրա գտնվող այգում բացվեց քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած հուշարձանը։ Իսկ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Տերյան 65 հասցեում, որտեղ բնակվում էր վարպետը, բացվեց նրա հիշատակին նվիրված հուշատախտակը։ Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 9:20, իսկ ժամը 9-ին ընկերներից մեկի հետ շախմատ էր խաղում։ Ասաց. Լյուդվիգ ջան, այսօր գլուխս լավ չի աշխատում, արի վերջացնենք, կարող է առաջին անգամ պարտվեմ քեզ։ Չէ, ժամանակն է կարծես, ինձ բաց թողեք ես գնամ։ Քանի շնչում եմ մի քիչ եւ մնում եմ դեռ մի քիչ իմ երեսի ջրով ես, ինձ բաց թողեք ես գնամ։ Դեռ մոր ծիծը բերանում իմաստուն է երեխան։ Էլով կա որ խրատես, ինձ բաց թողեք ես գնամ։ Ինչ իմ աչքով չտեսա, ձեր աչքերով կտեսնեմ։ Ինչ ասել է մնատես, ինձ բաց թողեք ես գնամ։ Թմրել եմ սիրտ ու գլուխ, ոչ ծիծաղն է մի ծիծաղ, ոչ էլ ցավն է ցավի պես, ինձ բաց թողեք ես գնամ։ Կայմ ու կողերը ջարդված, անառագաստ ու անղեկ, եւ անդրոշ նավի պես, ինձ բաց թողեք ես գնամ։ Իմ առնելիքը առա, եւ իմ տալիքը տվի, եւ բախտից գոհ եմ այնպես, ինձ բաց թողեք ես գնամ։ Ձեն եմ տալիս, ոչ ոք չի պատասխանում, ոչ խորիկը կա, ոչ ֆրունզը, ոչ մեկը չկա։ Ձեն-ձենի տված գնացին, մեկ-մեկ նրանց ձայներն ականջով սենընկնում, ուրախացած վեր եմ թռչում, լռություն։ Գիտեք, սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու ուրիշ։
Մենք հայերս ապրել ենք այստեղ, այս հողի վրա եւ կապրենք այստեղ հավերժ։ Մեզ հայերիս ոչնչացնելն անհնար է, ասում էր Սոս Սարգսյանը։ Այսօրվա համար այսքանը, հետևեք մեր հաղորդումներին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Հաջողություն։